Հունիսի 2-ին Սիրահարների այգին մարդաշատ էր։ Հայբուսակ համալսարանի դիզայնի բաժնի տարբեր կուրսերի ուսանողներ երեխաների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդես էին կազմակերպել։ Դիզայնի բաժնի մասնագիտությունները շատ պահանջված են։ Նրանց հիմքում ապագա նկարիչներն են, արվեստաբանները։ Այսօր մեր ցուցահանդեսը կազմակերպել ենք երեխաների տոնին նվիրված, փորձել ենք ներկայացնել մեր համալսարանը։ Երեխաներից նստած նկարում ենք, նաև հիմա ես այստեղ նստած նկարում եմ։ Գրաֆիկայում ուզում անեմ, փորձում եմ որպես քաղաք իրան ներկայացնել։ Նախ ընտրել եմ մասնագիտությունը, որտեղ շատ եմ սիրում նկարել, նկարչությամբ չեմ զբաղվել, ամբողջ ուսումս տվել են ինձ դասախոսներս հենց համալսարանում, այսինքն նախնական ինչ-որ գիտելիքներ չեմ ունեցել։ 20-ամյա պատմություն ունի հայկական բաց համալսարանի հագուստի մոդելավորման եւ դիզայնի ֆակուլտետը, որին 2 տարի առաջ միացավ նաեւ Ռոսլինի համալսարանը։ Համալսարանն այժմ ունի ինտերիեր-էքստերիեր դիզայն, հագուստի մոդելավորում եւ դիզայն կերպարվեստ բաժինները։ Ուսանողների հոսքը համալսարան տարեց տարի ավելանում է։ Սա խոսում է այն մասին, որ այս մասնագիտությունը, չնայած նրան, որ ամեն տարի դիմորդների թիվը ընդհանուր առմամբ մեր ընդհանուր դաշտում պակասում է, սակայն դիզայն մասնագիտության հանդեպ նոր է սկսում այդ հետաքրությունը մեծանալ, շատանալ, եւ ես համոզված եմ, որ Հայաստանը շնորհիվ մեր լավագույն արվեստագետների, նկարիչների, այն մասնագետների, ովքեր մեզ մոտ դասավանդում են եւ այլ բուհերում են դասավանդում նաեւ, ես համոզված եմ, որ Հայաստանը անպայման ժամանակակից արվեստում, դիզայնում իր խոսքը դեռ ասելու է։ Դիզայնն առանց արտաքին կապի չի զարգանում։ Պետք է հիմնվել ոչ միայն տեղի մասնագետների հմտությունների, ավանդույթների վրա։ Հարկ է հաշվի առնել նաեւ այն, թե ինչ է կատարվում աշխարհում։ Մեծ են շատ Հայբուսակ համալսարանի կապերը արտերկրի հետ շատ լայն են, կրթության միջազգային ակադեմիայի կապերը շատ լայն են, մենք 10-ից ավելի եվրոպական եւ ամերիկյան եւ ռուսաստանյան համալսարանների հետ ունենք կապեր, այնտեղ որտեղ կան այս մասնագիտությունները անպայման փոխանակում է գնում, հենց դրամաշնորհի սահմաններում անընդհատ մաստեր կլասեր են անցկացվում, դրսից գալիս են մասնագետներ եւ իհարկե մեր ուսանողների լավագույն աշխատանքները անպայման հայտնի են դառնում դրսում։ Արդեն 6 տարի շարունակ դիզայնի ֆակուլտետը ստանում է Սորոս հիմնադրամի դրամաշնորհը, ինչը եզակի երևույթ է, որովհետև մինչ այժմ հայաստանյան ոչ մի բուհ նման դրամաշնորհ չի ստացել։ Դրանից օգտվում են եւ ուսանողները, եւ դասախոսները։ Հաճելին այն է, որ միայն քաղաքից չեն այդ ուսանողները, մեր շրջաններից շատ ընդունակ լավ երեխաներ եւս կան։ Բոլոր պայմանները ստեղծված է այս ֆակուլտետում եւ շենքային պայմանները, նյութատեխնիկական բազան, հրաշալի դասախոսական կազմ կա, մասնագետներ, որոնք ամեն ինչ անում են, որ այդ բնագրին հարազատ լինի։ Եվ ամեն առիթով այս ֆակուլտետը կարողանում է ցուցադրել իր բոլոր շնորհը։ Այսօր էլ այս գեղեցիկ այգում նրանք չզլացան 2-րդ, 3-րդ կուրսի ուսանողները սիրով ցուցահանդեսը ցուցադրելու եւ գիտեք ինչ է մտածում, որ իհարկե արվեստի ուժը, գեղեցկությունը տիեզերքից է գալիս, բայց երջանիկ են այն մարդիկ, որոնք կարողանում են այդ ուժից օգտվել։